արդեն ուրվագծվել են, հայտնի են նույնիսկ ցուցակների առաջին մի քանի համարները, իդեպ այնտեղ մի թյուրըմբռնում կա Տիգրան Աբրահամյան անունով անց կա եւ ձեզ հետ են հաճախ շփոթում, նաեւ կխնդրեմ դրան անդրադառնալ, ինչ եք ակնկալում այս ընտրություններից, թեև Հանրապետականը հայտարարեց, որ չի մասնակցի, ամեն դեպքում աջակցելու եք եւ ինչ եք ակնկալում, որ դեպքում կհաղթի ընդդիմադիր շրջանակը։ Ես ճիշտն ասած մի քիչ զարմացած էի, ոչ թե ձեր հարցադրման վրա, այլ որ երեկոյան իսկ մի քանի մարդ գրել էին դրա մասին, որովհետև Հանրապետականը համագումար նոր է ունեցել, դիրքորոշումը այդտեղ ներկայացրել էր եւ չեմ կարծում թե քաղաքականության մեջ մի քիչ նույնիսկ հետաքրքրություն ունեցող մարդը կարող մտածել, որ այդ ցուցակում գտնվող անձը ես եմ, դա իմիջայլոց։ Ինչ վերաբերում է դիրքավորումներին եւ հանրապետականի մոտեցումներին, ապա հանրապետականի վերջին համագումարի ընթացքում եւ նախագահի ելույթը Սերժ Սարգսյանի եւ բանաձևը, որը հնչել է հանրապետականի եւ նաեւ առանձին ելույթներ, որոնք հանրապետականի գործադիր մարմնի անդամները հնչեցրել են, բավականին հստակեցրել են այն շրջանակը, որի պայմաններում հանրապետականը պատրաստ է սատարել եւ աջակցել այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրականում ազնվորեն գնում են դեպի իշխանափոխություն եւ իրականում ոչ թե զուտ անունով են ընդդիմադիր, այլ իրականության մեջ իրենց գործունեության կյանքով բացառապես ընդդիմադիր ուժեր են։ Կախված նրանից թե այդ ուժերը, տարբեր ընդդիմադիր ուժերը, ինչպես կարձագանք են, դրանից է կախված այն ծավալը, որը հանրապետական իր աջակցությունը ապահովելու է։ Նաև որոշակի թյուրիմացությունից զերծ մնալու համար ուզում եմ նշել, որ անկախ նրանից, որ մենք մասնակցություն չենք ունենալու, անմիջական մասնակցություն, ինչպես մեր տեքստում է գրված, բայց մեր խոսույթը, մեր ողջ գործունեությունը նաև մինչև հունիսի 7-ին կատարելու ոչ միայն մեր հասարակության ընտրությունների ակտիվ մասնակցությանը, այլ տարբեր միջոցառումների քարոզչական, քաղաքական մակարդակում իրականացմանը, որը օգնելու է ընդդիմադիր ուժերին այս շրջափուլում հաջողություններ ապահովելու համար։ Աբրահամյան, օրինակ ՀԱԿ հայտարարեց, որ չեն կարողացել ամեն դեպքում բանակցությունները այնպես չի գնացել, որ դաշինք կազմեն ուժեղ Հայաստանի հետ, առհասարակ ինչպես է գնահատում այդ բանակցությունները ընդդիմադիրների եւ ինչ սպասելի վերջում։ Գիտեք, դաշտում անկախ նրանից թե որքան բազմազան են սոցիոլոգիական հարցումները, նկատի ունեմ այն հարայնացված հատվածում, իրականության մեջ հիմնական մասնակից ուժերը ունեն դրանց արդյունքները, այսինքն աշխատանքային դրա արդյունքները, որտեղ կա իրական թվերը, թե ով ինչ հնարավորություններ ունի։ Մենք նաև մեր հայտարարության մեջ ենք դրան անդրադարձել, ասել ենք, որ նաև կարևորում ենք, որպեսզի այն ուժերը, որոնք մասնակցության անհրաժեշտություն տեսնում են կամ ցանկություն ունեն, այդ իրողություններից նաև ելնեն եւ այդ շրջանակները նաև ենթադրում էր տարբեր բլոկների հետ կամ տարբեր դաշինքներում իրենց մասնակցության մասով։ Նորմալ եմ համարում, որ տարբեր քաղաքական ուժեր այս վերջին 2 ամսվա ընթացքում հատկապես բանակցել են միասին գնալու համար, բանակցել են նաև հասկանալու իրենց հնարավորությունները այս կամ այն ֆորմատում ներգրավելու առումով, դա իրականում շատ կարևոր է, որպեսզի վաղը կոնկրետ հունիսի 7-ից հետո որևէ իրական ընդդիմադիր ուժի ձայն չփոշյանա, որևէ ընդդիմադիր ուժի թափած ջանքեր ապարդյուն չլինեն եւ բնականաբար ընդհանուր նպատակը իշխանափոխությունը հնարավոր լինի իրականացնել։ Մենք մեր դիրքորոշումն ու մոտեցումները ընտրական process-ների մասին հայտնել ենք, որի կարևոր հիմքը համարում ենք փողոցային շարժումը եւ հնարավորությունը ցույց տալու, որպեսզի ընդդիմությունը իր հաջողությունը կարողանա նաև փողոցով ապահովել, առանց որի անհնար է այլ բան պատկերացնել։ Հիմա ժամանակը կանցնի, թե մեր հորդորներին, կոչերին, ով ինչքանով կարձագանքի կամ դրա մաս կազմի, արդեն կերևա մի քիչ որոշ ժամանակ։ Աբրահամյան, տարբեր օրենսդրական նախաձեռնություններ են բերվում ազգային ժողով, տեսնում ենք տարբեր փոփոխություններ են հապճեպարվում։ Ի վերջո ինչ կլինի, ինչ պատկեր կունենանք, եթե ամեն դեպքում չգրանցվի ուժեղ Հայաստան։ Հանրապետականը նաև համագումարը առատ ունեցել է ասելով, որ շատ կարևոր է միջավայրը, որում ընտրական process-ն իրականում են, ընդ որում միջավայրը ասել նկատի չունենք միայն այդ վերջին փուլը նախընտրական քարտուղարշավի, որովհետև իշխանությունը առնվազն 1 տարի է միջոցառումները գործողությունները իրականացնում, որի նպատակը անհավասար պայմանների ստեղծումն է այլ քաղաքական ուժերի համար։ Դա արտահայտվում է սկսած տարբեր ձերբակալություններ կալանավորումներով,
վերջացած օրենսդրական փոփոխություններով, որոնցից վերջինը մի քանի օր առաջ է տեղի ունեցել եւ ակնհայտորեն ուղղված էր ուժեղ Հայաստան ուժին, որովհետեւ նրանց դաշինքում ըստ էության խնդիրներ էր առաջանալու անվանման հետ կապված։ Իշխանությունը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ ամեն ինչ անելու է առաջին հերթին ապօրինությունների մակարդակում, նաև իրավապահ ուժային համակարգի ներգրավության պայմաններում այդ անհավասարության դաշտը շատ ավելի խորացնելու եւ իր համար հաջողություն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար։